Պատմական իրադարձությանն ընդառաջ հագեցած ուսումնամարզական հավաքներ ու մի քանի ընկերական հանդիպում, այդ թվում թոփ հավաքականների հետ։ Հայաստանի ֆուտզալի ընտրանին Եվրո 2026-ի եզրափակիչ փուլին կմասնակցի կազմ ու պատրաստ եւ ուժեղ հավաքականի կարգավիճակով։ Նվազագույն ու առավելագույն խնդիրներն էլ հստակ են։ Պատրաստում ենք շատ լավ, թիմի մարտական ոգին բարձր է, մենք պատրաստում ենք ոնց որ ուժեղագույն հավաքականներից մեկը, այդ հոգեբանական խնդիրը կարծում եմ թույլերի մոտ է, իսկ մեր հավաքականը բնավ թույլ չի։ Մեր նվազագույն խնդիրը Եվրոպայի առաջնությունում առաջի հաղթանակն է, առավելագույն խնդիրը խմբից դուրս գալ եւ ինչքան հնարավոր է գնալ առաջ։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում 20-րդն է։ 2025 թվականին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը ճանաչվել է նաև Հայաստանի տարվա լավագույն թիմ։ Այսուհանդերձ, ըստ մարշի հավաքականի ֆուտբոլիստերին աստղային հիվանդությունը չի սպառնում։ Մեր մոտ երբեք չի կարող աստղայինը տանել, դա բացառված է։ Մեր մոտ, ինչպես նշեցիք, լավագույն թիմ է, ոչ թե լավագույն աստղ։ Այդ նման բան իմ թիմում չի կարող պատահել եւ տղաները գիտակցում են նաեւ ուր են գնում, ինչի համար եւ նման բաներ միանշանակ չի կարող լինել։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին չեն օգնի բրազիլացի լեգիոներները, որոնց FIFA-ն արգելել է խաղալ այլ հավաքականներում։ Դժվար կլինի հատկապես առանց դարպասապահ Լուանի, որը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ։ Ճիշտ է, բրազիլացիներով հավաքականը ուժեղ էր անուններով, բայց այդ ամեն ինչից հետո թիմը ոնց որ տեսնում եք չի ընկճվել, տեղացի ֆուտբոլիստներով արդեն խաղում ենք եւ դուրս ենք եկել եզրափակիչ, որը շատ դժվար էր ու ինձ թվում է արդեն պատրաստ ենք։ Մենք հիմա ամբողջ ուժերը ներդրել ենք դիմացի խաղերի համար։ Լավ մարզավիճակում կլինենք, երբ որ լինենք արդեն Լիտվայում, այժմ մեզ մարզիչները լավ ծանր պահապունքներ են տվել, բայց գնալով կթեթևանան պահապունքները ու սկսենք ավելի արագ, ավելի լավ զգալ մեզ դաշտում։ Մրցաշարը մեր հավաքականը կսկսի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հետ մրցավեճով, որը կկայանա հունվարի 22-ին։ Ըստ մասնագետների Ուկրաինան Եվրոյի ֆավորիտներից է։ Խմբային փուլում մեր մրցակիցներն են նաև Լիտվայի եւ Չեխիայի հավաքականները։ Չեխերին մեր հավաքականը մեկ անգամ արդեն հաղթել է։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։